Ողջույն, դուք 90+-ի YouTube-յան ալիքում եք։ Մենք շարունակում ենք ծանոթանալ աշխարհի առաջնության մասնակիցների հետ եւ այսօր հերթը ի խմբինն է։ 2008 թվականին տեղի ունեցած իրադարձությունները զարմանալի պատահականությամբ մեկտեղվել են Մունդիալ 2026-ի ի խմբում։ 18 տարի առաջ 19-ամյա մի գերմանացի վնասվածքների պատճառով հրաժարվեց մեծ ֆուտբոլից։ Այդ ժամանակ մեկ այլ երիտասարդ տեղափոխվեց իր կարիերայի վերջին ակումբ ֆրանսիական Նիս։ Նույն տարում մի հարգարժան պարոն Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացու կոչման արժանացավ։ Ոլորակի արևմտյան կիսագնդում մի պատանի Պերուի առաջնությունից գնաց Չիլիի լիգա, բայց որպես գլխավոր մարզչի օգնական։ Այս անձինք այն մարզիչներն են, ովքեր դուրս են բերել իրենց հավաքականներին Մունդիալի եզրափակիչ փուլ։ Յուլիան Նագելսման Գերմանիա, Էմերս Ֆայե Կոտ դ'Իվուար, Սեբաստիան Բեկասեսը Էկվադոր ու Դիկա Ադվոկատ Կյուրասաո, չնայած վերջինս այլևս այդ պաշտոնին չէ։ Մանրամասները Կյուրասաոյի մասին անդրադարձի ժամանակ։ Հավանակ մեր 12 մասանոց սերիալի հերթական սերիան, բաժանորդագրվեք ալիքին, իսկ մենք սկսում ենք։ Ֆուտբոլ խաղում են 22 հոգով, բայց հաղթում են գերմանացիները։ Գարի Լինեկերի այս խոսքերը կարելի է հիշել յուրաքանչյուր մեծ մրցաշարից առաջ։ Անկախ մարզավիճակից Բունդեսթիմը միշտ խոշոր մրցաշարերի ֆավորիտների շարքում է։ 2014-ի չեմպիոնությունը եռագույններին դարձրեց աշխարհի քառակի չեմպիոն։ 2018-ին Մունդիալի չեմպիոնական նզովքը տարածվեց նաև Բունդեսթիմի վրա ու նրանք դուրս չեկան խմբից։ Ինչպես ֆրանսիացիները 2002-ին 98-ի չեմպիոնությունից հետո, իտալացիները 2010-ին 2006-ին քառակի չեմպիոն դառնալուց հետո, իսպանացիները 14-ին 2010-ին պատմության առաջին չեմպիոնությունից հետո։ Ռուսաստանյան Մունդիալում ուժերի վրա վստահ գերմանացիները Լուժնիկիում պարտվեցին գերմոտիվացված մեքսիկացիներին։ Մեծ դժվարությամբ հաղթեցին Շվեդիային։ Վերջին տուրում անակնկալ պարտություն կորեացիներից ու Գերմանիան ուղևորվում է տուն։ 2018-ի մղձավանջը շարունակվեց նաև արաբական թերակղզում։ Կատարում պարտություն թերագնահատված ճապոնացիներից, ոչ ոքի իսպանացիների ու հաղթանակ Կոստա Ռիկայի հետ։ 4 միավոր 3-րդ տեղ խմբում ու գերմանացիները նորից գլխիկոր գնացին տուն։ Բունդեսթիմը Ռուսաստանում սեփական ապարտության զոհ դարձավ Լյովի գլխավորությամբ, կատարում ֆլիկի, ու հիմա ամենաանհանգստացնող հարցը Գերմանիայի երկրպագուների համար։ Արդյոք նույնը չի կրկնվի Նագելսմանի առաջնորդությամբ։ Իհարկե հնարավոր է ամեն ինչ, ֆուտբոլը ամենաանկախատեսելի մարզաձևն է։ Որակավորման փուլի առաջին տուրում արտագնապարտություն Սլովակիայից, հետո 5 անընդմեջ հաղթանակ ընդհանուր 16-1 հաշվով։ Գերմանացիները խաղում են դասական 4-2-3-1 դասավորությամբ, սա ոչ միայն Բունդեսթիմի, այլ նաև Բավարիայի հիմնական մոդելն է։ Բիլդափում խաղում են առանց երկար փոխանցումների, հենակետայինները Անդրիխ Կիմիխ զույգը կապում են պաշտպանությունը հարձակման գծի հետ։ Երբ Ջոշուան փնտրում է փոխանցման օպտիմալ տարբերակ, խաղանկերն ապահովագրում է նրան։ Արջևի գծի ազատ նկարիչը Ջամալ Մուսիալան է, Ֆլորիան Վիրցը հարձակման ուղեղը, Կայ Հավերցը 9 համարի դիրքի պատասխանատուն։ Եռյակին միանում են վինգերներն ու հարձակվում են 5 ֆուտբոլիստով։ Գնդակի կորստի դեպքում բոլորը նահանջում են, փորձելով գնդակը վերադարձնել 3-ից 5 վայրկյանում։ Վերադարձնելու դեպքում արագ նետվում են գրոհի, սա Նագելսմանի ու Ֆլիկի խաղային փիլիսոփայության տրամաբանությունն է։ Յուլիանի համար գնդակի վերահսկումը գլխավոր գաղափարն է։ Գերմանիայի հավաքականը բավական երիտասարդացել է ու կան նոր կադրեր, որոնց համար սա կարիերայի առաջին խոշոր մրցաշարն է։ Նագելսմանի խոսքով Մունդիալի ժամանակ դարպասում կլինի Մանուել Նոյերը, չնայած որ հավաքականում վերջին անգամ խաղացել է անցած Եվրոյին։ Տեր Շտեգենը վնասվածք ունի, իսկ որակավորման փուլում Յուլիանը վստահել է Հոֆենհայմի փորձառու դարպասապահ Օլիվեր Բաումանին, ով բավական հաջող մրցաշրջան անցկացրեց։ Կա նաև Ալեքսանդր Նուբելը Շտուտգարտից։ Հավաքականի թույլողակը պաշտպանությունն է։ Նիկո Շլոտերբերգը Դորտմունդի Բորուսիայից լավ է վարում գնդակը, բայց կաղում է դիրքային պաշտպանության ժամանակ։ Վալդեմար Անտոնը Շտուտգարտից կամ Ջոնատան Տամ Բավարիայից կարող են մեկ խաղ փայլել, իսկ մյուսը ձախողել։ Ձախ լատերալի դիրքում Լայպցիգի ֆուտբոլիստ Դավիդ Ռաումն է։ Պավլովիչն ամենայն հավանականությամբ կխաղա դաշտի կենտրոնում։ Հավերցը, Վիրսն ու Մուսիալան չտպավորեցին մրցաշրջանում, չնայած Հավերցն Արսենալի հետ հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ու գոլ խփեց։ Բավարիայից 18-ամյա ծագող աստղ Լենարդ Կարլը Շտուտգարտում երկրորդ երիտասարդություն ապրող Դենիս Ունդավն ու Նյուքասլից Նիկ Վոլտեմադեն նույնպես գերմանացիների հարձակման գծում է։ Վոլտեմադեն որակավորման փուլում Բունդեսթիմի լավագույններից էր։ Գոլ Սլովակիայի, Լյուքսեմբուրգի ու Հյուսիսային Իռլանդիայի դարպասը, խաղ հարձակման 3 դիրքում։ Հարցազրույցներից մեկում Նագելսմանն ասել է. «Մեր նպատակն աշխարհի առաջնությունը հաղթելն է։ Ես 100% վստահ եմ, ոչ մի ֆուտբոլիստ այլ կարծիք չունի։ Հակառակ դեպքում պարզապես չի մեկնի Հյուսիսային Ամերիկա»։ Եվրոպայից տեղափոխվենք Աֆրիկա, հաջորդը Կոտ դ'Իվուարի հավաքականն է։ 2000-ականների սկզբին Կոտ դ'Իվուարում ոսկե սերունդ էր հավաքվել։ Դրոգբա, Տուրե եղբայրներ, Կալու,
Էբուե, Զոկորա եւ Ժերվինյո։ Հաղերը 3 անգամ անընդմեջ 2006-ին, 10-ին ու 14-ին մասնակցել են աշխարհի առաջնությանը։ 2 անգամ հասել են Աֆրիկայի գավաթի եզրափակիչ։ 2015-ին հետխաղի 11 մետրանոցներով հաղթեցին Գանային ու դարձան մայրցամաքի չեմպիոն։ Այդ հաղթանակից հետո աֆրիկյան հավաքականը տակն ու վրա եղավ, ֆեդերացիան հաճախակի փոխում էր մարզիչներին ու ոչ մի կերպ չէր կարողանում բարելավել ու նորից բարձրացնել խաղային մակարդակը։ Տեղացի հետո եվրոպացի, հետո նորից տեղացի, նորից եվրոպացի 7 մասնագետ գլխավորեցին հավաքականը։ Հղերի նախավերջին մարզիչը Ժան-Լուի Գասեն էր։ Ֆրանսիացի մասնագետին 2024-ի հունվարին հեռացնին Աֆրիկայի գավաթում խմբում երրորդը լինելուց հետո։ Մի քանի օր անց պարզ դարձավ, որ այդ արդյունքը բավարար է փլեյօֆ դուրս գալու համար ու ֆեդերացիայում իրարանցում էր նոր մարզիչ գտնելու համար։ Սպորտային պաշտոնյաների մի մասը պնդում էր Էրվե Ռենարի տարբերակը, բայց ընտրությունը կանգնեց Էմերս Ֆայեի վրա, ով 2 տարի աշխատել է Գասեի շտաբում։ Էմերսը փղերի կազմում մասնակցել է 2006-ի աշխարհի առաջնությանն ու Աֆրիկայի 2 գավաթներին։ 28 տարեկանում առողջական խնդիրների պատճառով ստիպված ավարտել է կարիերան, գրեթե 10 տարի մարզել Նիսի ակադեմիայի պատանեկան կազմերը, Կլերմոնի երկրորդ թիմը, հետո հավաքականում դարձավ Գասեի օգնականը։ Ֆայեի նշանակումն առանց երկար մտածելու եղավ մարզչի տրամադրության տակ կար ընդամենը 1.5 մարզում մինչև Սենեգալի հետ 1/8 եզրափակիչ խաղը։ Կոտ դիվուարցիները 11 մետրանոցներով հաղթեցին Սենեգալին, 100 եզրափակիչում Մալին, կիսաեզրափակիչում Կոնգոին։ Գավաթի եզրափակիչում 2-1 հաղթեցին Նիգերիային ու պատմության մեջ երրորդ անգամ դարձան Աֆրիկայի չեմպիոն։ Էմերս Ֆայեն ճանաչվեց մրցաշարի լավագույն մարզիչ։ Մասնագետը հեծանիվ չհորինեց, այլ սեղմ ժամկետներում ավելի պարզեցրեց հավաքականի խաղը, դարձնելով ավելի շարժուն ու կոմբինացիոն։ Ամեն ինչ այնքան սահուն ստացվեց, որ իվուարցիները մինչև օրս խաղում են 2 տարի առաջ ներդրված փիլիսոփայությամբ։ Բազային սխեման 4-3-3-ն է, բայց կախված խաղից փոխվում է 4-1-4-1-ի կամ 4-2-3-1-ի։ Մեկ հենակետային մնում է խորքում, 2 կիսապաշտպանները դառնում են box to box։ Անհրաժեշտության դեպքում արձակողական խաղացողներից մեկը նահանջում է ու վերադասավորվում են 4-4-2-ի։ Ֆայեն հույսը դնում է ոչ թե թիմային գործողությունների, այլ խաղացողների անհատական որակների վրա։ Ֆրանկեսիան Ալահալիից հենակետային գոտու պատասխանատուն է։ Կիսապաշտպանի դերն ու ֆունկցիոնալությունն ընդլայնվել են։ Հաճախ է առաջ գնում ու միանում գրողների եզրափակիչ փուլին։ Կողքին Իբրահիմ Սանգարեն է Նոթինգհեմ Ֆորեսթից։ Բարձրահասակ հենակետայինը մրցաշրջանն անցկացրել է գրեթե առանց փոխարինման։ Ձմռանը Ռենից վարձավճարով Պորտու տեղափոխված Սեկո Ֆոֆանան կիսապաշտպանության 3-րդ ֆուտբոլիստն է։ Նա խաղին տալիս է դինամիկա, հաճախ է միանում երկրորդ տեմպով գրողներին։ Հավաքականում է նաև Ժան-Միշել Սերին։ Իր լավագույն տարիներին մեկ քայլ էր հեռու Բարսելոնա տեղափոխվելուց։ Հիմա խաղում է սլովենական Մարիբորում։ Կա նաև երիտասարդ Քրիստինա Ուլանը։ Տրաբզոնսպորի 20-ամյա կիսապաշտպանի համար այս ամառ ամենայն հավանականությամբ տրանսֆերային պատերազմ կսկսվի անգլիական 4 ակումբի միջև։ Իվուարցիների դարպասը պաշտպանում է Յահիա Ֆոֆանան թուրքական Ռիզենսպորից։ Մյուս դարպասապահը Պանաթինայկոսից Ալբան Լաֆոն է, որը ժամանակին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր հույսն էր, բայց ընտրեց Կոտ դիվուարը։ Պաշտպանությունում Ֆայեի տրամադրության տակ են Էվան Նտիկան, Օդիլոն Կոսունուն, Ուսման Դոմանդեն, Վիլֆրիդ Սինգոն, Էմանուել Ակբադուն, Գելադուեն, ՊՍԺ-ի արձակվող Դեսիրե Դուեի կրտսերի եղբայրը, Կիսլեն Կոնան եւ Կլեման Ակպան։ Հավաքականում եզրային արձակվողների պակաս չկա։ Յան Դիոմանդեն Լայպցիգից, Սիմոն Ադինգրան Մոնակոից, Մարտիալ Գադոն Ստրասբուրգից, Ազումանա Տուրեն Հոֆենհայմից, Ամադ Դիալոն Մանչեսթեր Յունայթեդից։ Արձակման կենտրոնում Սեբաստիան Ալլերն է, ով խիտ պաշտպանության ժամանակ օգտակար է նաև որպես ենթահարձակվող։ Ֆայեն այդ գոտում ունի Էլիևայի, Նիկոլա Պեպեի ու Էվան Գեսանի նման այլընտրանքներ։ Երեքն էլ Ալլերից երիտասարդ են ու շարժուն, կարող են փոխվել տեղերով ու հանգիստ նահանջել ներքև։ Ֆուտբոլիստների անունները խոսում են մեծ սպասելիքների մասին, բայց Մարոկոյում կայացած Աֆրիկայի գավաթում սպասելիքները չարդարացվեցին։ Հղերը խմբից դուրս եկան առաջին տեղով 1-8-ում 3-0 հաղթեցին Բուրկինա Ֆասոին, բայց քարոտ եզրափակիչում 2-3 զիջեցին Եգիպտոսին։ Ամեն դեպքում մունդիալի որակավորման փուլում իվուարցիների ցուցանիշը տպավորիչ էր։ 10 խաղ, 10-ել 4, 8 հաղթանակ, 2 ոչ ոքի ու 25 խփած գոլ։ Բայց որակավորման փուլով չարժե գերագնահատել Ֆայեի տղաներին, քանի որ նույն խմբում էին Թույլ, Սեյշելյան կղզիներն ու Բուրունդի։ Մունդիալ 2026-ի ի խմբում իվուարցիները դիտվում են որպես երկրորդ ուժեղ հավաքական, բայց ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, քանի որ խմբի հաջորդ հավաքականն Էկվադորն է։ 1930 թվականին Ուրուգվայում կայացած աշխարհի առաջին առաջնությանն Էկվադորը հրավեր ստացավ, բայց սպորտի նախարարը ճանապարհածախսի բյուջեն մեծ համարեց ու մերժեց հրավերը։ 60-ականներին սկսեցին մասնակցել որակավորման փուլին, իսկ 2002-ին առաջին անգամ հայտնվեցին մունդիալի խմբային փուլում։ 21-րդ դարում հարավամերիկյան հավաքականը միջազգային մրցաշարերի մասնակցել է ավելի հաճախ, քան Իտալիան։ 2007-ին Էկվադորի երիտասարդական հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց պանամերիկյան խաղերի ֆուտբոլային մրցաշարը։ Եվրոպայում գնալով մեծացավ հետաքրքրություն
ցանկությունն էկվադորցիների նկատմամբ ու բարձրացավ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Շատերը խաղում են բարձրակարգ ու թոփ ակումբներում ու հաղթում են ակումբային ամենահեղինակավոր մրցաշարերը՝ Չեմպիոնների լիգան։ Գուստավո Ալֆարոյի ժամանակ ներդրված կարգապահության ու կոմպակտության հիմքի վրա հավաքականում հրավիրվեց Ֆելիքս Սանչես Բասը։ Իսպանացին փորձեց ավելացնել գնդակի վերահսկողությունը, բայց ապարդյուն էկվադորցիները ժամանակ առ ժամանակ կորցնում են իրենց գլխավոր ուժը՝ ինտենսիվությունը։ Բասը հեռացավ ու նրան փոխարինեց արգենտինացի Սեբաստիան Բեկասեսեն։ Մասնագետը պրոֆեսիոնալ ֆուտբոլով չի զբաղվել, 22 տարեկանում մեկնել է Պերու որպես Խորխե Սամպաուլիի օգնական ու նրա հետ աշխատել 13 տարի։ 2015-ին Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սերխիո Խադուենը հայտնվեց կոռուպցիոն սկանդալում։ Սամպաուլին ու Բեկասեսեն հեռացան եւ Չիլիի հավաքականից եւ միմյանցից։ 2016-ից Բեկասեսեն սկսեց ինքնուրույն աշխատել ու մարզեց Ունիվերսիդադ դե Չիլին։ 6 տարում 3 անգամ տարբեր ժամանակներում ղեկավարել է արգենտինական Դեֆենսա ու Խուստիսիան ակումբները։ Աշխատել է Ինդեպենդենտիենում, արգենտինական Ռասինգում ու Էլչեում։ 2024-ին Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակիչում Արգենտինային պարտվելուց հետո Սեբաստիան Բեկասեսեն գլխավորեց Էկվադորի հավաքականը։ Որակավորման փուլն անցան բավական հաջող, չնայած որ մեկնարկեցին -3 միավորով։ Նախորդ մունդիալի որակավորման փուլում Չիլիի ու Պերուի ֆուտբոլի ֆեդերացիաները բողոք ներկայացրին Էկվադորի դեմ, ասելով, որ պաշտպան Բայոն Կաստիլյոն կոլումբացի է, կեղծված քաղաքացիությունով ու չի կարող խաղալ Էկվադորի հավաքականում։ Գործը հասավ մարզական արբիտրաժային դատարան, ապա 2022-ի մեկնարկից առաջ նոյեմբերին Լոզանի դատարանը կայացրեց վերջնական որոշում։ Քանի որ էկվադորյան իշխանությունները ֆուտբոլիստին տվել էին պաշտոնական անձնագիր ու նա իրավունք ուներ խաղալ Էկվադորի հավաքականում, նրանց չզրկեցին արաբական թերակղզու աշխարհի առաջնության ուղեգրից։ Բայց ֆուտբոլիստի ծննդյան վայրի ու տարեթվի փաստաթղթերում կային կեղծ տեղեկություններ։ Դատարանի հիմնավորմամբ Կաստիլյոն ծնվել է Կոլումբիայի Թումակո քաղաքում 1995-ին, ոչ թե Էկվադորի Պլեյաս քաղաքում 1998-ին։ Հավաքականից հանվեց 3 միավոր հաջորդ աշխարհի առաջնության որակավորման փուլում, իսկ ֆեդերացիան տուգանվեց 100,000 շվեյցարական ֆրանկով։ Ռիսկերից խուսափելու համար Կաստիլյոն դրանից հետո չի հրավիրվում հավաքական։ Որակավորման ընթացքում Բեկասեսեի տղաները Հարավային Ամերիկայի ամենակազմակերպված թիմերից էին։ Հավասար մրցակիցներին հաղթում էին Դիեգո Սիմեոնեի ավանդույթներով, նվազագույն առավելությամբ ու սառնասիրտ պաշտպանությամբ, իսկ թոփ հավաքականների հետ խաղերում չորացնում էին մրցակցի առաջարկած ֆուտբոլը։ Գլխավոր հաղթատուղթն անանցանելի պաշտպանություններ։ Ըստ վիճակագրության Արգենտինան, որը խմբում առաջինն էր, ունեցավ 31-10 գոլային հարաբերություն, Կոլումբիան 28-18, իսկ էկվադորցիները խփեցին 14 ու բաց թողեցին ընդամենը 5 գոլ։ Բեկասեսեն խաղում է ճկուն 4-3-3 սխեմայով, որի շարժունակությունը կախված է պաշտպանական գծի բարձրանալուց։ Բլոկում խաղում են 4-1-4-1 դասավորությամբ։ Այն թիմերը, որոնք ունեն հստակ ընդգծված կեղծ եզրային պաշտպաններ կամ գործում են ավելի կոմպակտ, խաղում են 4-4-2։ Հնդակի կորստից չեն վախենում, այստեղից է գալիս էկվադորցիներին բնորոշ օրինաչափությունը շատ պայքար, հաճախակի տակտիկական փոփոխություններ ու ժամանակ ձգել։ Թիմի գլխավոր աստղը Մոյզես Կայսեդոն է Չելսիից։ Ի տարբերություն ակումբի, հավաքականում հաճախ հանդես է գալիս փլեյմեյքերի դերում, քան դասական հենակետայինի։ Ազնվականների կիսապաշտպանը հեռացվել է դաշտից 2025-ի սեպտեմբերին կայացած Արգենտինայի դեմ խաղում ու բաց կթողնի մունդիալի առաջին խաղը Կոտ դ'Իվուարի հետ։ Կողքին Ալան Ֆրանկոն է Ատլետիկո Մինեյրոից ու Կարլոս Գրուեսոն մեքսիկական Սանտոս Լագուանից։ Պլեյմեյքերի դիրքում տեղ ունի Քենդրի Պայեսը։ 2025-ից 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Չելսին, բայց էկվադորցին վարձավճարով խաղացել է Ստրասբուրում, իսկ հիմա River Plate-ում։ Արձակման գծում 49 գոլով հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն, ավագն ու լեգենդն է Էներ Վալենսիան։ Խաղում է մեքսիկական Պաչուկայում։ Աջ վինգերը Գոնսալո Պլատան է Ֆլամենգոից, ով 2025-ին դարձել է Բրազիլիայի չեմպիոն ու հաղթել Լիբերտադորեսի գավաթում։ Մյուս եզրում պայթունը վտանգ դրիբլեր Նիլսոն Անգուլոն է։ Փետրվարին 17 միլիոնով Անդերլեխտից տեղափոխվեց Սանդերլենդ։ Կա նաև մոտ 2 մետր հասակ ունեցող Քևին Ռոդրիգեսը բելգիական Յունիոնից, աշնանը խաղում էր Չեմպիոնների լիգայում։ Երիտասարդներից առանձնանում է Ժերեմի Արևալոնին Շտուտգարտից։ Էկվադորցիների զրահապատ պաշտպանության կենտրոնում ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող Վիլյամ Պաչոն է։ Պիերո Ինկապիան խաղում է այս մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մյուս մասնակից Արսենալի կազմում, բայց տրանսֆերը պատկանում է Լևերկուզենի Բայերին։ Կենտրոնական պաշտպանների եռյակում է Խոել Օրդոնիեսը Բրյուգեից։ 21-ամյա պաշտպանը խաղում է թե կենտրոնում, թե աջ եզրում։ Եզրում էլ Անխել Պրեսիադոն է Ատլետիկո Մինեյրոից ու Պերվիս Էստուպինյանը Միլանից։ Ընդհանուր առմամբ հավաքականը մրցունակ է ու որակյալ բոլոր գծերում, բայց առաջին տուրում ունեն լուրջ փորձություն։ Մրցակիցը Կոտ դ'Իվուարն է։
Ես միշտ ասել եմ, ընտանիքն ավելի կարևոր է, քան ֆուտբոլը, դրա համար սա տրամաբանական որոշում է։ Իհարկե շատ կկարոտեմ Կյուրասաուն ու իմ գործընկերներին։ Աշխարհի ամենափոքր երկրի դուրս գալն աշխարհի առաջնություն ես համարում եմ իմ կարիերայի գլխավոր նվաճումներից մեկը։ Հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով, շտաբով ու ղեկավարության անդամներով, ովքեր հավատացին մեզ։ Կարիբյան ավազանի համեստ ներկայացուցչին դեպի մունդիալ պատմական ուղեգիր պարգևելուց հետո 2026-ի փետրվարին այս խոսքերով Դիկ advocate հրաժեշտ տվեց Կյուրասաոյին։ Հեռանալը կապ չունի սպորտային արդյունքների հետ, հոլանդացի մասնագետը ստիպված էր թողնել պաշտոն ընտանեկան խնդիրների պատճառով։ Advocate-ի նշանակումը նույնպես հետաքրքիր է եղել։ Մունդիալ 2026-ի որակավորման շրջափուլի համար ֆեդերացիայի նախագահ Ժիլբերտ Մարտինան փնտրում էր անվանի մարզիչ։ Սկզբում զանգարել էր Բերտ վան Մարվիկին, ով 2010-ին Հոլանդիային հասցրեց աշխարհի առաջնության եզրափակիչ։ Այս մասնագետն ասել էր, որ թոշակի է անցել։ Կապվեցին Լուի վան Գալի հետ, ով պատասխանել էր. «Եթե ես վերադառնամ, ապա միայն այնպիսի թիմով, որն ընդունակ է հաղթել աշխարհի առաջնությունը»։ Հենց այդ ընթացքում advocate-ն ինքն է զանգարել։ Լսել եմ, որ Կյուրասաուն մարզիչ է փնտրում։ Ես ազատ եմ։ Կյուրասաուն աշխարհի առաջնությունների պատմության ամենափոքր մասնակից երկիրն է։ Վիճակագրական տվյալներով 2025-ի հունվարի դրությամբ կղզում բնակվում է 156,115 մարդ։ Մինչև 2010 թվականը տարածքը մտնում էր Նիդերլանդական Անտիլյան կղզիների մեջ։ Նույն տարվա հոկտեմբերի 10-ին Անտիլները լուծարվեցին ու Կյուրասաուն դարձավ ինքնուրույն երկիր Նիդերլանդերի թագավորությունում։ Հավաքականի գլխավոր ձեռքբերումը 2019-ի կոնկակաֆի ոսկե գավաթի քառորդ եզրափակիչն էր։ ԱՄՆ-ի, Մեքսիկայի ու Կանադայի ավտոմատ որակավորումն ու FIFA-ի մունդիալի մասնակիցների թիվն ընդլայնելը լրացուցիչ 3 քվոտա տվեց հյուսիսամերիկյան գոտում։ Կային ավելի ամուր թիմեր՝ Պանաման, Հոնդուրասը, Կոստա-Ռիկան, բայց Կյուրասաոյի հաղթաթուղթը կղզու արմատներով հոլանդացիներն են։ Սա ֆեդերացիայի 2 տասնամյակ ձգվող համակարգված աշխատանքի արդյունքն է։ 2004-ին նախագահ Ժան Ֆրանցիսկոն ասաց. «Ժամանակն է հրաժարվել տեղի կիսապրոֆեսիոնալներին հավաքական կանչելուց։ Պետք է սկսենք ներգրավել հոլանդացիներին»։ Ծրագիրն աշխատեց ու հիմա կազմի գրեթե ողջ մասը ծնվել է Նիդերլանդերում, բացառությամբ հավաքականի ամենաթանկ ֆուտբոլիստ Թայիթ Չոնգից։ Արձակողական ոճի կիսապաշտպանը Մանչեսթեր Յունայթեդի Սան է ու 16 խաղ ունի կարմիր սատանաների հիմնական կազմում։ Հիմա խաղում է Շեֆիլդ Յունայթեդում։ Ֆուտբոլիստը սիրում է կատարել հերվից հարվածներ։ Հարձակման գծում է նաև ՊՍՎ-ի ու Բորմունթի նախկին Մայամի FC-ի ներկայիս հարձակվող Յուրգեն Լոկադյան։ Որակավորման փուլի լավագույն ռմբարկու ջերվեին կաստանները մալազիական Տրենգանուից։ Պաշտպաններն են Արմանդո Օբիսպոն ՊՍՎ-ից, Շուրանդի Սամբոն Ռոտերդամի Սպարտայից, Սոնտիե Հանսենը Միդլսբրոյից։ Կա նաև ժամանակին Այաքսի ու Հոլանդիայի հավաքականի մեծ հույս Ռիշեդլի Բազուրը Կոնյասպորից։ 34-ամյա Լեանդրո Բակունան թուրքական երկրորդ լիգայի Իգդիրից հավաքականի ավագն է։ Խաղացել է Ասթոն Վիլայում, Քարդիֆում ու Ռեդինգում։ Լեանդրոյի կրտսեր եղբայր Ժունինյոն նույնպես հավաքականում է, խաղում է Գազիանթեփում։ Էլոյ Ռումը, ով Բակունայի հետ հավաքականում անցկացած խաղերի քանակով ռեկորդակիր է, պաշտպանում է Կյուրասաոյի դարպասը։ Բակունան ասուլիսներից մեկում խոսել է հավաքականի գաղափարախոսության մասին։ Գլխավորն արդյունք ստանալն է, իսկ եթե չի ստացվում հաղթել, ապա գոնե չպարտվել։ Ֆեդերացիայի ղեկավար Գիլբերտ Մարտինան հաստատել է, որ advocate-ին կանչել էին հենց այս գաղափարի համար։ Հավաքականին պետք էր ոչ թե տարիների փիլիսոփայություն կառուցել, այլ արդյունք փոկել յուրաքանչյուր խաղում։ Որակավորման փուլի երկրորդ ցիկլում Կյուրասաուն չնկատեց մրցակիցներին։ Հայիթի, Սենթ Լուսիան, Արուբա եւ Բարբադոս։ 4 խաղ, 4 հաղթանակ։ Եզրափակիչ փուլում Տրինիդադ եւ Տոբագոյի, Բերմունդյան կղզիների ու Ճամայկայի հետ խաղերում չպարտվեցին։ 3 հաղթանակ, 3 ոչ ոքի։ Դրսում 7-0 ջախջախեցին Բերմունդյան կղզիներին։ Ուղեգիրը Կյուրասաուն վաստակեց Քինգստոնում ճամայկացի երկրպագուներով լեցու 35,000-անոց ստադիոնում եղավ գոլազուրկ ոչ ոքի։ Մինչև դա վառը չեղարկեց Կյուրասաոյի դարպասին նշանակված 11 մետրանոցը։ Ժամայկացիների մարզիչ Ստիվ Մակլարենը հետխաղի ասուլիսում հրաժարական տվեց։ Այդ խաղին advocate-ն ներկա չէր, թիմը գլխավորում էր նրա օգնական Դին Գորեյնը, հավաքականի վինգեր Քենջի Գորեյի հայրը։ Հոլանդացի մասնագետի փոխարեն մունդիալի ժամանակ հավաքականին կուղորթի մեկ այլ հոլանդացի 63-ամյա Ֆրեդ Ռյուտենը։ Ռյուտենի հետ Կյուրասաուն հասցրել է անցկացնել ընդամենը 2 ընկերական խաղ։ Պարտություն Ավստրալիայից 1-5 ու Չինաստանից 0-2։ Ինչպես Հայիթին, Կյուրասաուն նույնպես գալիք մունդիալում ամենացածր մակարդակի վրա է։ Սա պատմությունն էր մունդիալ 2026-ի ի խմբի մասին։ Այս սերիալի հաջորդ սերիան շատ շուտով։ Հավանեք տեսանյութն ու բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք թարմացումները։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։